Այսօր ես այստեղ եմ, որովհետև պարզապես չէի կարող չլինել։ Ինձ այստեղ է բերել իմ ժողովրդի մեծագույն ցավը, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր եւ քաղաքակիրթ համարվող մարդկության մեծագույն ամոթը։ Այդ ամոթի խարանն արդեն 21-րդ դարում դեռ մնում է բոլոր նրանց ճակատին, ովքեր ակնհայտ փաստերի ուրացումը դարձրել են քաղաքականություն, դարձրել են առևտրի առարկա, դարձրել են կյանքի ու վարքի նորմ։ Դեր զորի անապատում տեղի ունեցավ ողբերգության արարներից մեկը, որի մանրամասներն անհնարին է մարդկային լեզվով արտահայտել։ Ես դա չեմ անելու, որովհետև դրանք քաչայտնի են նույնիսկ ցեղասպանության փաստը հրապարակավ հերքողներին։ Իրենց տունը գույքը կորցրած, իրենց զավակներին, ծնողներին, իրենց առողջությունն ու վերջին հույսը կորցրած, վերջապես ամենակարևորը հայրենիք կորցրած մարդիկ այստեղ պիտի կորցնեին իրենց վերջին ունեցածը, կյանքը, համաձայն պետականորեն իրականացվող մանրակրկիտ մշակված ծրագրի։ Հաճախ պատմաբաններն ու լրագրողները հիմնավոր կերպով դերձորը համեմատում են Օսվենցիմի հետ, ասելով դերձորը հայերի Օսվենցիմն էր։ Կարծում եմ, որ ժամանակագրությունը մեզ պարտադրում է իրողությունները ձևակերպել այլ կերպ։ Օսվենցիմը հրեաների դեր զորն էր։ Ընդամենը մեկ սերունդ հետո մարդկությունն ականատես եղավ հրեաների դեր զորին։ Այսօր ես այստեղ եմ, որպես համայն հայության հայրենիք Հայաստանի Հանրապետության նախագահ հարցնեմ, իսկ երբ եւ որտեղ է լինելու հայերի Նյուրնբերգը։ Ես այստեղ եմ ոգեկոնչելու հիշատակը ողջակիզված իմ ժողովրդի մեծագույն հատվածի, որ ոչնչացվել է ֆիզիկապես, ոչնչացվել է մշակութապես։ Ես չեմ թվարկելու կորուստների չափն ու որակը, ասելու եմ միայն մեկ փաստ. ցեղասպանության արդյունքում անդառնալիորեն ոչնչացվել է հնդեվրոպական հնագույն լեզուներից մեկի հայոց լեզվի բարբառների մեծագույն մասը, դրանց կրողների հետ միասին։ Այսքանից հետո մենք ասում ենք, որ պատրաստ ենք ժամանակակից Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական կանոնավոր հարաբերություններ, պատրաստ ենք ունենալ բաց սահմաններ եւ տնտեսական հարաբերություններ, պատրաստ ենք ջանքեր գործադրել Հայաստանի եւ Թուրքիայի ժողովուրդների միջև վստահություն ձևավորելու ուղղությամբ, պատրաստ ենք մոտեցնելու երկու հասարակությունները, ցրելով կարծրատիպերն ու իրականության հետ կապ չունեցող միֆերը, որոնք ձևավորվել են տասնյակ տարիների ընթացքում շփումների գրեթե իսպառ բացակայության պայմաններում։ Մենք սա ասում ենք անկեղծ, որովհետև համոզված ենք, որ հարևան ժողովուրդներն ապրելու ու զարգանալու այլընտրանք չունեն, քան այն, ինչ առաջարկվում է գոնե իբրև սկիզբ։ Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումով ստեղծվել է պատմական հնարավորություն, որ պետք է տրամաբանական ավարտ ունենա։ Բայց մենք չենք ընդունում Հայաստան-Թուրքիա երկխոսության վրա հողում կատարելով ցեղասպանության ճանաչումից խուսափելը բացատրելու գործելավոճը։ Չեմ կարծում, թե դա օգնություն է գործընթացին։ Ավելին, կարիք չկա հողում կատարել ինչ-որ պատմաբանների հանձնաժողովի վրա, այն դեպքում, երբ հայ-թուրքական արձանագրությունները
ենթադրում են լոկ պատմական հարթության միջպետական ենթահանձնաժողովի ստեղծում, ինչը կարծում եմ բոլորն էլ շատ լավ հասկանում են, թե ինչ է նշանակում եւ ինչ տարբերություն կա այստեղ։ Ես խնդրում եմ բոլորին, ովքեր որևէ առիթով խորհեն կամ կարտահայտվեն հայոց ցեղասպանության ու նրա միջազգային ճանաչման մասին, նախքան որոշում կայացնելը թող մի պահ հիշեն այս անապատը, հիշեն մարդկային միլիոնավոր խեղված ճակատագրերն ու հայրենազուրկ եղած ցավը սրտում հինավուրց ժողովրդին։ 1915 թվականին ի թիվս այլոց սպանվեցին 20-րդ դարի հայ մեծագույն բանաստեղծներ Դանիել Վարուժանը, որ 35 տարեկան էր, եւ Ատոմ Յարչանյանը, Սիամանթոն, որ 37 տարեկան էր։ Տանջամա հարվելուց առաջ նրանք մերկացվեցին, որովհետև եվրոպական հագուստ էին կրում, իսկ այդ ժամանակներում եւ այս տարածքներում եվրոպական հագուստը թանկ արժեր։ Դահիճներն իրենց վրա քաշեցին եվրոպական հագուստները, իրենց մեջ հազարամյակների քաղաքակրթություն ամբարող հայ հանճարներից եւ սովորական հայերից գողացված եվրոպական հագուստները։ Այս պատկերների մեջ ես չէի ցանկանա խորհրդանիշներ տեսնել, բայց մի բան գիտեմ հաստատ. եվրոպական հագուկապ, վարվեցողություն եւ արժեքներ ասելիս ոչ ոք իրավունք չունի մոռանալ այս պատկերները։ Ես այստեղ եմ հիշեցնելու հայտնի խոսքը. անհնար է սպանել մի ժողովուրդ, որ չի ուզում մեռնել։ Մենք ծրագրում ենք ապրել ու զարգանալ։ Մեզ այլևս անհնար է վախեցնել կամ շանտաժի ենթարկել, որովհետև մենք տեսել ենք ամենասարսափելին։ Մենք ապրելու եւ արարելու ենք կրկնապատիկ ուժով եւ մեր անմեղ զոհերի փոխարեն։ Մենք նայում ենք առաջ, որովհետև դեռ շատ բան ունենք ասելու եւ տալու միմյանց, շատ բան ունենք ասելու եւ տալու աշխարհին, այն պայծառն ու լուսավորը, որ չհասցրեցին ասել Դանիել Վարուժանն ու Սիամանթոն։ Եվ այստեղ դերձորում մենք հաստատակամորեն բարձրաձայն կրկնում ենք ու հիշեցնում, որ կանք պիտի լինենք եւ դեռ շատանանք։